վերջերս ամերիկյան կողմի հետ իրենց հանդիպումներում, թե Հական Ֆիդանը արդեն ակնարկներով հասկացրել են, որ այդ զիջումները չլինելու պարագայում իրենք Իրանի դեմ գործողություններին չեն մասնակցի։ Այսինքն հերթական անգամ հայ ժողովրդի Հայաստանի մեր պետության հաշվին սպասարկում են իրենց շահերը։ Եվ ես գոնե հույս ունեմ, որ իրանական զարգացումները ըստ իմ տեսնվող նախադրյալների այդ արևմտյան սցենարը համենայն դեպս այն ձևով չի գնացել, ինչ որ իրենք էին ուզում, եւ գուցե շուտ է ասել ձախողվել է, բայց ձախողման ճանապարհին է, եւ կարծում եմ, որ երեկվա եւ առաջի օրվա այդ հանրային հավաքները ի պաշտպանություն իշխանությունների նույն ամերիկյան կողմին որոշակիորեն իրավիճակը վերագնահատելու կդրթեն եւ իրենց նախատեսած եւ Իսրայելի կողմից ցանկալի ծրագիրը Իրանին հարվածելու գոնե ժամանակավորապես կհետաձգեն։ Դրան նպաստում է այն, որ այդ 48,000, եթե չեմ սխալվում, լրատվամիջոցների Starlink-երը չեզոքացվել են եւ նշանակում է, որ իրենց կողմից կազմակերպված եւ անգամ ներդրված դրսից բերված այդ խմբերի միջև կազմակերպված հաղորդակցությունը ապահովելը բավականին բարդ է լինելու եւ այս իրավիճակում դրսից հարձակումը իրականացնելը դա ակնհայտ ձախողում կնշանակի։ Ես չեմ բացառում, որ իրենք ինչ որ մի քայլ կանեն, պատահական չէ, որ Թրամփը խոսեց իրանական կողմից իրենց բանակցելու առաջարկների մասին, այլապես նա դրա մասին չէր խոսի։ Այսինքն նրանք այսպես դուռ են բացում սահուն կերպով այս իրավիճակից դուրս գալու առանց ձախողման հայտարարություններ նրանք ովքեր որ Իրանի հետ ուրեմն 28% կբարձրացնենք, այսինքն ճնշում է մեր վրա։ Դրա համար էլ երևի կանչեն գործնախարարին։ Չէ, դրա համար չի։ Այստեղ Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ զիջումներ են պահանջում անկլավների մասով։ Եվ դա վերաբերում է, այո, դրա մասին է խոսքը, Թուրքիան հայտարարել է, որ հունվարի 1-ից Իրանի գործողությունները մեզ հետ, սիրելի հայրենակիցներ։ Այո, իհարկե ուղիղ կապ ունի։ Հունվարի 1-ից նրանք ասել են, որ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագետների համար բացելու են սահմանը, բայց եթե չեմ սխալվում, չի գործում, չէ՞։ Համենայնպես մենք դրա մասին տեղեկատվություն չենք ստացել, իսկ այսօր ամսի 13-ն է։ Ադրբեջանում վերջի հանդիպումների ժամանակ Ալիևը պահանջել էր 907 բանաձևի վերջնական վերացումը, ինչի մասին ես խոսել եմ, որ դա նախագահի որոշումը չէ, դա կոնգրեսով պիտի անցնի, իսկ կոնգրեսում այսօր ամերիկյան կողմը ցանկություն չի ունենա ընդհանրապես նման բանաձև բերել, որովհետև այնտեղ համաձայնությունը բացակայում է, գումարած ամերիկյան կողմը երբեք իր ձեռքից բաց չի թողնի այդ դագանակը, որը կարող է օգտագործել Ալիևյան ռեժիմի դեմ։ Նույն թուրքական կողմը վերջերս Ֆիդանի խոսքերով հստակ նշեց, որ նրանք հարավային Կովկասում Ամերիկայի հետ նույն նպատակներն ունեն։ Սա ակնարկ էր, որ մենք համաձայնեցված ենք գործում։ Իսկ համաձայնեցված գործելու պարագայում միանշանակ, չէ՞ որ Իրանի դեմ նույն այդ խմբավորումների ձևավորման, կազմավորման, սնուցման հարցում ակտիվ դերակատարում ունի Թուրքիան։ Եվ այստեղ նաև կապ ունի սիրիական հատվածը, քրդերի միջոցով իրենց քրդական եղբայրներին համապատասխան զենքերի եւ այլ հրահանգների փոխանցումը։ Մենք այստեղ հասկանանք, որ շատ մեծ պատերազմ է նախապատրաստվում Իրանի դեմ, որը այս պահին դեռ այնքան չի հասունացել։ Իրենք հույս ունեն, որ ներսում նմանատիպ ցնցումների արդյունքում իշխանությունը կսասանվի եւ իրենց համար շատ ավելի հեշտ կլինի դրսի հարվածի միջոցով երկիրը արդեն քանդել, բսկտել եւ դրանով ոչ միայն իշխանափոխության հասնել, այլև վերահսկողություն հաստատել որոշակի տարածքների վրա։ Սրան էր ուղղված նաեւ Իսրայելի կողմից վերջերս Սոմալիլենդի անկախության ճանաչումը, որը նպատակ ունի Եմենին զսպելու եւ եմենական այդ խմբավորումների, հուսիտների գործողություններին հակազդելու, դրանով ապահովելով Պարսից ծով գնացող դեպի Իսրայել գնացող նավերի անխափան անցումը, որոնք սպառազինություն կբերեն
եւ կապահովեն Իրանի դեմ գործողությունները։ Այսինքն այստեղ մի մեծ համալիր հարված է նախապատրաստում, որը այս պահին դեռ ամբողջովին մշակված եւ հղկված չէ։ Իրենք հույս ունեն, որ Իրանի ներսի այս իրենց սադրած գործողություններով երկիրը քաոսի մեջ կընկնի, դրանով հեշտացնելով իրենց քայլերը, բայց որքանով ես տեսնում եմ, այդ քաոսի վերածելու գործողությունները չեն հաջողել, հանրային աջակցությունը նմանատիպ գործողություններին բացակայում է, արդեն ակնհայտ է բոլորի համար, որ սրանք պատվիրված խմբավորումներ են, որոնք փորձում են այդ հրկիզումների, բռնությունների միջոցով քաոտիկ իրավիճակ ստեղծել տեղերում, նաև հանրության կողմից, ոչ միայն հանրության, այլև Իրանի ռազմական զինված ուժերի, ներքին ուժերի կողմից որոշակի բախումների բերելու հույս ունենալով, որ կկարողանան ինչ-որ զանգվածներ գրավել, բայց որքանով հասկանա, ժողովուրդը հասկացել է ում հետ գործ ունի եւ ինքը ժողովուրդը հետ է քաշում։ Նախորդ փորձի ժամանակ 12 օրյայի ժամանակ իրենք փորձեցին օգտագործել անջատողական շարժումները, չստացվեց, իրանական կողմը մեկուսացրեց, այս անգամ իրանական կողմը մեկուսացնել եւ մեկուսացնելու է այդ թե Մոսադի, թե այլ հետախուզությունների ձեռքի տակ գործող անձանց, որոնք մինչ այժմ թաքուն էին պահվել եւ փաստացիորեն իհաց չեն գայս։ Կարծում եմ, որ Իրանի իշխանությունների կողմից այս որոշակի զսպված նաև արձագանքը պայմանավորված էր նրանով, որ թույլ տա սրանց իրենց դեմքը բացել։ Ի հայտ գալ ամբողջովին, որպեսզի թե իրավականորեն իրենց ժողովրդի արժև նաև հիմնավորված լինի նրանց վերացնելու քայլերը, լինի դա քրեական պատժի կամ ուրեմն հստակ դեսպանների ներկայացնել թե ինչ վայրագություններ են անում։ Եվ նաև աշխարհին ցույց տալու, որ իրենց գործողությունները արդարացված են եւ սա արտաքին փաստացիորեն միջամտություն էր երկիրը քաոսի վերածելու համար, որը ես ենթադրում եմ, գուցե սխալ եմ, առաջիկա մի քանի օրերը, մինչև շաբաթվա վերջ հստակ է լինելու, արդեն այսպես ասած մյուս կողմից Թուրքիայի վերջացնեմ, իսկ դա նշանակում է ձախողելու պարագայում, եթե այսպես սկսեն խոսել իբր բանակցություններ են գնում եւ այլն, ձախողելու պարագայում դա կնշանակի, որ այդ մեծ խոշոր հարվածը, որի մասին ես խոսում եմ, դա նախապատրաստվում է ամենայն մասնությամբ եւ դա շատ ավելի ռեգիոնալ է լինելու հենց Իրանին դեմ աշխատացնելու համար եւ դա կգա արդեն դեպի հունիս